Ստեգերան, որ խնդրում կպատնեք վարագավանքը։ Բարև Արեն ջան, մեծ սիրով։ Վարագավանքը կառուցվել է 1193 թվականից մինչև 1237 թվականը։ Սկզբից կառուցվում է Սուրբ Նշանի եկեղեցին երկու մատուռների հետ միասին փոքր գավիթը դրսի հատվածում, որը որ հիմա վերանորոգված է։ Եվ հետո կառուցվում է արդեն մայր եկեղեցին, Սուրբ Աստվածածին եկեղեցին ու մեծ գավիթը, որտեղ որ հիմա մենք գտնվում ենք, որը որ վերանորոգված չի, բայց բարերարների շնորհիվ եկեղեցու փլուզումը կանգնեց, որովհետև եկեղեցին քանդման եզրին էր։ Եկեղեցին կառուցել են Կյուրիկյան իշխանները, Դավիթ եւ Վասակ հայրեորդի իշխանները։ Դավիթը մահանում է եւ չի հասցնում եկեղեցու ամբողջ շինարարությանը վերջացնի, եւ իր որդին Վասակը ինքն է շարունակում եկեղեցու շինարարական աշխատանքները։ Եվ 1237 թվականին արդեն ամբողջությամբ վերջանում է վանական համալիրի կառուցումը, սկզբից անվանվել է Անապատ վանական համալիրը։ Եվ հետո, երբ որ մոնղոլական արշավանքների ժամանակ Արևմտյան Հայաստանի վարագավանքը, որտեղ որ պահում էր Քրիստոսի խաչի մասունքը, հարձակման է ենթարկվում, այնտեղի վանահայր Ղուկասը խաչի մասունքը եւ վանքի բոլոր սրբությունները վերցնում տեղափոխում այստեղ։ Եվ խաչի մասունքի պատվին վանքը անվանվում է արդեն նոր վարագավանք։ Դրան այս գրված արձանագրությունը պատմում է հենց այն, որ Արևմտյան Հայաստանի վարագավանքի վանահայր Ղուկասը խաչի մասունքը բոլոր սրբությունները վերցնում տեղափոխում այստեղ։ Դրա համար անվանվում է նոր վարագավանք։ Վանքը իր յուրահատկություն ունի, քարերի գույնը, իր սպիտակ տեսքը, որովհետև այս գույնի քարերով վանք Հայաստանում շատ քիչ կգտնենք կամ կարող է եզակին լինի իր տիպի մեջ, որովհետև սա տեղի ֆերզիտ քարն է, կառուցել են տեղի ֆերզիտ քարով։ Տեղացիները վանքի անվանում են Հյուսիսի թագուհի, իր այդ գեղեցիկ լինելու պատճառով, եւ վանքում կա զույգ խաչքարեր, հիմա կտեսնես, դա Հայաստանում միակ վանքն է, որ հանդիպում է զույգ խաչքարերով։ Դա ընտանիքի խորհուրդն ունի, ընտանիքի ամեն մի անդամի անունով խաչ է քանդակվել։ Ովքեր որ նվիրատվություն են արել վանքին, իրենց ընտանիքի անդամների անունով խաչ է քանդակվել։ Համարվում է ընտանիքի ու սիրո բարեխոս վանք, որովհետև շատ փաստացի հրաշքներ կան, որ կանայք, որոնք որ երեխաներ չեն ունենում, ուխտով գալիս են վանք եւ ուխտ են անում վանքի հետ, աղոթք են անում եւ հրաշք էր տեղի ունենում, որ իրենց կյանքում ունենում են երեխաներ։ Ու ինչ եմ ասում փաստացի, որովհետև այդ հրաշքները հենց իրենք անձամբ եկե պատմել են, որ այդ ամեն ինչ իրենց հետ է կատարվել։ Վանքի բանավորը յուրահատուկ է ամբողջ Հայաստանում, բոլոր զարդանախշերը հավասարաչափ են, բայց ոչ մի զարդ չի կրկնվում, բոլոր զարդերը տարբեր են։ Հիմա մոտենանք, քարերը ինքը ներկած չեն, բնական քարեր են ամբողջությամբ։ Վանքի դռան մեջտեղում տեսնում եք ուղղանկյուն քարի մեջ գրված է ՀՍՔ Հիսուս Քրիստոս։ Այսինքն բոլոր եկեղեցիների մուտքի գլխավոր վերևում լինում է կամ Տիրամոլ Քրիստոսի պատկերը, կամ Քրիստոս հենց ինքը պատկերված, կամ գրված է լինում Հիսուս Քրիստոս։ Վանքի այս հատվածում խաչելության քանդակը համարվում է Հայաստանում ամենահին խաչելության քանդակը։ Եվ կան թագավորական զինանշաններ, Բագրատունիների, Զաքարյանների ու հրեշտակի պատկեր ու բոլոր պատկեր, շատ պատկերներ, գեղեցիկ պատկերված արավորի մեջ։ Փոքր գավիթը, Իրանք բան անենք, հա։ Հետ գավիթ ես Արի Արեն ջան։ Փոքր գավիթն է, որտեղ որ թաղված են իշխանները, ովքեր որ կամքը կառուցել են։ Դավիթն ու Վասակն ամփոփված պատմական հիշատակարանների մեջ հիշատակվում է ամենից տեղեկատվված։
շատ Հայաստանի քիչ հազրագյուտ հանդիպող ճարտարապետական եկեղեցիային ոչ երկու փոքր մատուրներով։ Գավի թվաց տեսնում եք արդեն վերանորոգված է բարերարների շնորհիվ Խաչատյան նորեկիրը Մանուչարյան Ռաֆայելի շնորհիվ տորապետանացիները շնորհիվ վանքը վերանորոգվում եւ վանքի քանդվելը կանխվում։ Վանքի ներս ամբողջությամբ պահպանված է, վերանորոգած չի։ Ուղղակի հատակի որոշ քարեր են վերանորոգված են։ Հայկական խորանների ձևն է պահպանվել է։ Անհավասար խորաններ ճարտարապետը վանքի եղել է անի քաղաքից Անեցի Գազան։ Խորաններից տեսնում եք խոշերը բարձրացող եղել են առանձին նախորդություններ հոգևորականների համար դրանից վերևը ստեղ խոշերի մեջ թագավորների համար, իշխանների համար է եղել, ներքևը ժողովրդի համար։ Հայաստան վարագավանքից վանքին բերված խաչքար էր տվել,